ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կոչ է անում նախագահի թեկնածուներին միասնական ճակատ ստեղծել եւ ծրագրերով միավորվել մեկ թեկնածուի շուրջ։ Հայրիկյանը մատնանշում է 1996 թվականի նախագահական ընտրությունների օրինակը, երբ ընդդիմադիր թեկնածուները, այդ թվում նաեւ ինքը, իրենց թեկնածությունը հանեցին հօգուտ Վազգեն Մանուկյանի։ Նրբերանգներ կան, ով հանի, որ թեկնածուն հանի, այդ կարող ենք իրար հետ քննարկել, դա ինձ համար էական չի եղել։ Այսինքն դուք չեք բացառում, որ դուք եք կարող եք ձեր թեկնածությունը հանել մեկ ուրիշի օգտին։ Ես առանցել էլ արդեն իմ թեկնածությունը հանած եմ գնում ընտրությունների։ Եթե բոլորը խոսում են, որ գնում են 5 տարի նախագահ դառնալու, ես ասում եմ, որ ես նախագահ եմ դառնալու 6 ամսից, ամենաշատը 2 տարի ընթացքում։ Իհարկե, միացյալ թեկնածու ձևավորելու ամենաշահեկան տարբերակն իմ առաջադրումն է։ Այսինքն ձեր կոչը ուղղված է մասնավորապես Բագրատյանին եւ Ռաֆի Հովհաննիսյանին, որպեսզի կոչը ուղղված է բոլոր թեկնածուներին, նաեւ Սերժ Սարգսյանը, որ հանի իր թեկնածությունը եւ պաշտպանի ինձ։ Նաեւ նրան է։ Ամենայն լրջությամբ, մանավանդ որ ինքը հանրապետականից է, այսինքն ԱԻՄ-ից ծնված կազմակերպությունից։ Դուք դա ռեալ համարում եք, որ Սերժ Սարգսյանն հանի իր թեկնածությունը եւ ձեզ սատարի։ Ես հնարավոր եմ համարում, որ առողջ բանականությունը հաղթի բոլոր մարդկանց մոտ։ Հանդիպելու եք Ռաֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին, մյուս թեկնածուներին այս ձեր գաղափարը քննարկելու համար։ Մենք չենք։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում ես կներկայացնեմ շատ որոշակի թվեր։ Մի շաբաթ հետո երևի, թե որ թեկնածուն այս պահին ինչքան ձայն ունի եւ այդ ձայները ինչքան են դառնում, երբ նրանք միավորվում են տարբերակներով։ Իսկապես միավորման դեպքում կարելի է այդպես լուրջ մրցակցություն ներկայացնել գործող նախագահին։ Աներևակայելի բան է։ 96 թվականին ես Վազգեն Մանուկյանը Դաշնակցության ենթադրյալ ներկայացուցիչը ունեինք մոտավորապես հավասար ձայներ։ Մոտավորապես 10% Դաշնակցության մի քիչ պակաս։ Երբ մենք այդ 10%-ները իրար ենք գումարում, նաև մյուս փոքր տեխնացուներ մի քանի հոգի։ Այդ 30%-ը դառնում էր 60% միանգամից։ Բայց Վազգեն Մանուկյանին չհաջողվեց հաղթել։ Վազգեն Մանուկյանը ոչ թե չհաջողվեց հաղթել, մարտավարական մի քանի եւ հոգեբանական սխալներ թույլ տվեց, ինքը պատրաստ չէր այդպեսի բեռ տևականորեն գրելու։ Իդեպ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև անդրադարձել էր ձեզ, երբ նրան հարցրել էին, որ քանի որ դուք չեք առաջադրում ձեր թեկնածությունը, դա նշանակում է, որ դուք հրաժարվում եք իշխանության դեմ պայքարից, եւ նա մատնանշել էր նաև ձեզ, որ եթե այդպես վերցնենք առաջադրվելուց եթե կախված իշխանության դեմ պայքարը, ապա ամենաշատը նախագահի թեկնածու առաջադրվել է նաև Պարույր Հայրիկյանը, Վազգեն Մանուկյանը։ Պետրոսյանը ստում է, որովհետեւ ինքը ինձնից շատ է առաջադրվել։ Ինքը առաջադրվել է 91 թվականին, 96 թվականին եւ 2008 թվականին։ Եղավ 3, Հայրիկյանը առաջադրվել է 91 թվականին եւ 98 թվականին։ Խորհուրդ չէի դա նախկին նախագահին ստել։ 1. Երկրորդ արժի, որ ինքը մի քիչ հետևողական լինի։ Քարքին մարդը 50 տարեկանում իր իդեալները չի փոխում։ Մանավանդ 67 տարեկանում։ Ինքը ժամանակին պաշտոնապես տասնյակ լրագրողների առջև հայտարարել է, որ իր քաղաքական իդեալը Պարույր Հայրիկյանն է։ Կամ պիտի ասի Պարույր Հայրիկյանի մոտ ինչն է փոխվել։ Կամ էլ պիտի ասի, որ ինքն է փոփոխամիտ մարդ։ Որ թվականին է դա հայտարարել։ Հրաժարական տալուց մի ամիս առաջ։ Իսկ ձեր համար համոզիչ էր նրա այդ պատճառաբանությունը չառաջադրվելու 68 տարեկան հանգամանքը նշել։ Դե ում համար է դա համոզիչ։ Եթե Հայաստանում գտնեք մի հոգու, որ ում համար դա համոզիչ է, ես կասեմ թերևս դրա մասին արժի մտածել։ Դուք մի անգամ հայտարարեցիք, որ պատրաստ եք աշխատել նաև Սերժ Սարգսյանի հետ։ Ես հիմա էլ ասացի դա։ Ես ասացի, արդյոք դա հակասության մեջ չի մտնում։ Ով որ իմ ծրագրերը կընդունի, ես նրանց հետ պատրաստ եմ աշխատել։ Ինչ է նշանակում, որ ես պիտի հենց այնպես համագործակցեմ Սերժ Սարգսյանի հետ։ Կամ օրինակ մարդիկ կան ասում են դու Ռոբերտի հետ համագործակցել ես, Ռոբերտ Քոչարյանի։ Դա Ռոբերտն է ինձ հետ համագործակցել։ Սահմանադրական բարեփոխումների փաթեթը ես իրեն ստիպել եմ։ Ուզում ես նախագահ դառնալ, ես չկամ այլևս։ Ես քեզ կօգնեմ նախագահ դառնալու։ Բայց դու պիտի սահմանադրական բարեփոխումներ կատարես, որ դու նախագահը այլևս պարլամենտը ցրելու իրավունք չունենաս։ Համաձայնվել է, խեղճացել, ընդունել է, որ մենակ թե նախագահ դառնա, բայց ես կարողացել եմ հայրենիքս դարձնել ավելի դեմոկրատական։ Այդ ոճով աշխատել եմ, այդպես էլ աշխատելու եմ։ Եթե Սերժ Սարգսյանը վերընտրվեց եւ այս իշխանությունները վերարտադրվեցին, ինչ է սպասում Հայաստանին։ Սերժ Սարգսյանը չի վերընտրվելու, ես եմ դառնալու նախագահ։ Նաեւ իր ողջախոհության, ստապեցման շնորհիվ։ Դուք դա լուրջ եք ասում։ Ամենալրջությամբ։ Ես հավատում եմ, որ մենք ապագա պիտի ունենանք։ Իսկապես դուք հավատում եք, որ փետրվարի 18-ին նախագահ եք ընտրվել։ Կարող է 18-ին չլինի, մի քիչ հետաձգվի, բայց ձեր բոլորի օգնությամբ մենք դառնալու ենք նախագահ։ Ես նախագահ չեմ դառնալու։ Կարգին հայերը դառնալու են նախագահ։ Շատ շնորհակալ եմ։ Միշտ պատրաստ եմ։
Դաշնակցությունը իր ընտրազանգվածին կկողմնորոշի, կուսակցության գերագույն ժողովը գերագույն մարմնին լիազորել է հետևել ընտրարշավին եւ հայտարարությամբ հանդես գալ։ Այդ մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Հիշեցնեմ, անցած տարեվերջին Դաշնակցության գերագույն ժողովը առաջիկա նախագահական ընտրություններում որոշեց թեկնածու չառաջադրել, բացառելով նաեւ իշխանության թեկնածուին աջակցելը։ Վարկաբեկել ամբողջությամբ ընտրական ինստիտուտը, որպես այսպիսին մենք չենք ուզում, եւ այդ պատճառով ընտրազանգվածը ճիշտ կլինի, որ մասնակցի ընտրություններին, բայց ինչպես քվեարկի, դա իհարկե մենք հետևելով գործընթացներին կկողմնորոշենք մեր ընտրազանգվածին, կհայտարարենք, դրանք անե 18-ից առաջ։ Անձամբ Ռուստամյանը բոլորին դեմ կքվեարկի, թեև ընտրական օրենսգրքով նման ընտրություն հայաստանցու համար նախատեսված չէ, հիշեցնեմ։ Որը մեկի օգտին հաստատ չեմ քվեարկի եւ ամենայն հավանականությամբ հենց քվեաթերթիկի վրա էլ գերե բոլորին դեմ։ Մատաղիսի գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու վերջնաժամկետից 1 օր առաջ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը չի հստակեցնում, վերաքննիչ բողոք ներկայացնելու է թե ոչ։ Այսօր մամուլի ասուլիս հրավիրած զինվորական դատախազն այսպես պատասխանեց Ազատություն ռադիոկայանի հարցին։ Կոնկրետ գործերի առնչությամբ կխոսենք հետո։ Այսօր դա ակտուալ է, կներեք։ Դա բոլորին հետաքրքրող հարց է, բան Ես հասկանում եմ, որ ձեզ հետաքրքիր է։ Բողոք ներկայացնում։ Մենք հիմա քննարկում ենք եւ մենք ունենք դեռ ժամանակ։ Կրկին հնչեց հարցադրում։ Կարելի է Մատաղիսի գործը համարել ձեր կոկորդին կանգնած ոսկոր։ Որևէ գործ, որևէ մեկի կոկորդի կանգնած չէ։ Եվ իմ նախորդ, եւ ես կատարում եմ մեր ծառայողական պարտականությունները։ Սյունիքի մարզի Առաջինացյանի դատարանը 2003 թվականին Մատաղիսի զորամասում սպանված 2 զինծառայողի գործով 2005 թվականին զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին եւ Մուսա Սերոփյանին դատապարտել էր յուրաքանչյուրին 15 տարվա ազատազրկման։ 2006-ին վերաքննիչ դատարանը խստացրել էր պատիժը դատապարտելով ցմահ ազատազրկման։ Իսկ Վճռաբեկ դատարանը 2006 թվականի դեկտեմբերին բեկանել էր դատավճիռները եւ գործն ուղարկել նոր նախաքննության եւ 1 տարի անց 3 տղաները կրկին գործում ներգրավվեցին որպես մեղադրյալ։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 4.5 տարի գործը քննելուց հետո արդարացման դատավճիռ էր հրապարակել։ Սպանված զինվորներից մեկի Ռոման Եղիազարյանի հարազատներն անցած ուրբաթ օրը դիմել էին վերաքննիչ դատարան։ Սպանված մյուս զինվորի հարազատները չեն բողոքարկում Շիրակի մարզի դատարանի դատավճիռը։ Նախկին ամբաստանյաների պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել էր, թե զինդատախազությունն է ուղղորդում այս տուժողներին։ Զինդատախազն այսօր հայտարարեց, թե 2012 թվականին 2011-ի համեմատ նվազել են զինվորական հանցագործությունները, մինչդեռ իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող կազմակերպություններն արձանագրում են բանակում մահվան դեպքերի աճ։ Ըստ մեր ուսումնասիրությունների 2012 թվականին զինված ուժերում առնվազն 2 ուրեմն դեպքերով քանակ ավելացել է մահացության ելք ունեցող 2011 թվականի համեմատ։ Եթե համատենք նաև 2010 թվականի ուրեմն տվյալներ, ապա կտեսնենք, որ 2010 թվականին մահացությունների թիվը 44, ուրեմն 11 թվականին 39, 12 թվականին 47, այսինքն վերստին մենք ունենք մահացությունների թվի աճ։ Եթե զինդատախազությունը ենթանենք դժբախտ պատահարով ավտովթարը կամ առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքում քրեական գործ չի ասում, դա չի նշանակում, որ քրեական հանցակարգ չկա։ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր բավական կոշտ արձագանքեց արտգործնախարար Մայա Փանջիկիձեի աղմկահարույց հայտարարությանը վերաբերող հարցին։ Հայաստանցի գործընկեր Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իվանիշվիլիին հարցն ուղղեց վրացի լրագրողը Ռուսթավի հեռուստաընկերությունից։ Այդ հարցն արդեն սպառված է, ամեն ինչ պարզ է, մանավանդ ձեր հեռուստաընկերությունն արդեն անդրադարձել է այդ հարցին։ Այդ հարցն աղավաղվել է։ Դրա շուրջ ամենամեծ ակտիվությունը ցուցաբերեց հենց Ռուսթավի հեռուստաընկերությունը։ Այսօր կրկին նույն հեռուստաընկերությունը բարձրացնում է այդ հարցը։ Հայաստանի վարչապետը պատասխանելով այս հարցին շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշռված դիրքորոշման համար։ Գաղտնիք չէ, որ Ղարաբաղի շուրջ հայտարարությունները հաճախ աղավաղվում են, ընդգծեց Տիգրան Սարգսյանը։ Եվ մենք շնորհակալ ենք մեր վրացի գործընկերներին, որ նրանք այդպիսի աղավաղումների դեպքում օպերատիվ արձագանքեցին, որպեսզի չլինեն
այնպիսի մեկնաբանություններ, որ չեն համապատասխանում Վրաստանի կառավարության դիրքորոշումներին։ Հատկանշական է, որ Տիգրան Սարգսյանի խոսքից հետո Իվանիշվիլին հարկ համարեց շարունակել թեման, հայտարարելով, թե Ղարաբաղյան հակամարտության խնդիրը Բաքվում քննարկել է Իլհամ Ալիևի հետ եւ այսօր Հայաստանի վարչապետին է փոխանցել Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը։ Ես մանրամասն չեմ ցանկանում խոսել այդ հարցի մասին, այն իրոք շատ ծանր է եւ ինչպես երևում է մոտ ապագայում այդ հարցի լուծումը շատ դժվար է լինելու։ Իմ ցանկությունն է, որ այդ հարցն անպայման կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու Վրաստանում ապրող հայերի, մասնավորապես ջավախահայության համար, Բիձինա Իվանիշվիլին նախ շնորհակալություն հայտնեց հայ համայնքին խորհրդանական ընտրություններում իր գլխավորած կուսակցությանը ձայն տալու համար։ Հիմա գնդակը մեր կողմն է, ինչ որ ես ասել եմ նախընտրական շրջանում, անպայման կիրականացնեմ։ Մեր կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի Վրաստանի հայությունն զգա, որ ապրում է սեփական երկրում։ Ես ամեն ինչ կանեմ հասարակության մեջ ինտեգրացիայի համար եւ ուզում եմ կրկնել, որ կիրականացնեմ այն, ինչ ասել եմ նախընտրական շրջանում։ Հայաստան տեղափոխված սիրահայերը ռուսերեն են սովորում, որպեսզի ավելի հեշտ ինտեգրվեն հայաստանյան իրականությունում ու աշխատանք փնտրելիս չմերժվեն ռուսերենի չիմացության պատճառով։ Русском центре люблю преподаватель. Извините, это моя жена, это мой сын. 22-ամյա սիրահայ Ֆերդինանդան 3 ամսվա ընթացքում քիչ բան չի սովորել։ Столица России Москва, в центре Москвы, Кремль и Красная площадь. Ինչպես Ֆերդինանդան, այնպես էլ դասընթացի մնացած մասնակիցները մատնանշում են ռուսերեն լեզվի անհրաժեշտությունը աշխատանք ստանալու հարցում։ Թե Ֆերդինանդան, թե 28-ամյա Սոսի Բլեխյանը պատմում են, որ Հայաստանում եղած ժամանակ աշխատանք փնտրելիս գործատուներն իրենց հարցրել են ռուսերենի իմացության մասին։ Չնայած մերժման պատճառներում հատուկ չի նշվել այդ լեզվի չիմացության մասին, բայց աղջիկները կարծում են, որ դա եւս դեր է ունեցել։ Սոսին իր անունն ու ազգանունն արդեն կարողանում է ռուսերեն գրել։ Հիմա ռադիոյով մի քիչ միտիկ կնեմ, փորձեմ ականջս լեցվի ռուսերեն։ Մի քանի բառ կբռնեմ, այսինքն ընդհանուր թեման կհասկանամ ինչի մասին կխոսին, բայց դակավին չեմ հասկանում։ Կարապետյանների ընտանիքն արդեն 3 ամիս է հաճախում է Հայաստանում կազմակերպած ռուսերենի դասընթացներին։ Շաբաթական 3 օր նրանք սովորում են իրենց համար անծանոթ, անհասկանալի ռուսերենի կանոնները։ Կինը 42-ամյա Տիրուհի Կարապետյանն է նպաստել դասընթացի առաջին խմբի ձևավորմանը։ Ցանկություն հայտնելով ռուսերեն սովորել, ընկերներից իմացել է ռուս համագործակցություն դաշնային գործակալության մասին ու դիմել նման առաջարկով։ Խումբը բաղկացած է 9 սիրահայից։ Տիրուհին, ով սիրահայերի համար բացված Կիլիկյան դպրոցում հայոց լեզու է դասավանդում, խոսում է այս լեզվի առանձնահատկություններից։ Ռուսերեն լեզվի քրականական եւ քերականական օրենքները շատ են։ Քերականությունը մանավանդ ինչ որ իքական, արական ծեր եւ խոնարհումները, հոլովումները մի քիչ բարդ են, բայց այդ բարդության մեջ անուշություն կա։ Հայաստանում շինարարությամբ ընտանիքը պահող Հովիկն էլ ասում է, որ եթե տիրապետեն ռուսերենին, անպայման կայցելեն այդ երկիր որպես զբոսաշրջիկ։ Պապակ ունենք որ Ռուսաստան երթալ, մանավանդ Մոսկվա, այցել բդվիդի ընդանիով։ Տիրուհին էլ հավելում է, որ այս լեզուն իմանալը նրանց գուցե օգնի գործ ձեռնարկել նաև Ռուսաստանում։ Մենք հիմնական Հայաստան ենք հաստատվել, այստեղ պիտի մնանք, բայց անպայման երթանք կտանք, եթե օրինակ գործի դրությունը եղավ, կնանք այդտեղի հետ գործ մանել, բայց հիմնական այստեղ ենք մնալու։ Իմ կարծիքով ո՞й մեկ լեզու որ մեկը իմանա, ավելի մարդ կդառնա, այսինքն 4 լեզու իմանաս 4 մարդ ես։ Ռուս համագործակցություն դաշնային գործակալության ներկայացուցիչ եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովն ասում է, որ իրենք ընդառաջել են սիրահայերի խնդրանքին կազմակերպելու նման դասընթացներ հիմնականում աշխատանք գտնելու նպատակով։ Կրիվոպուսկովն ասում է, որ արդեն խոսել է Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության ներկայացուցիչների հետ, հնարավորության դեպքում աշխատանքի տեղավորել իրենց դասընթացներին մասնակցած սիրահայերին։ Նա սիրահայերին իր հերթին խոստացավ լեզուն մի քիչ տիրապետելու դեպքում այցելություն կազմակերպել Ռուսաստան։ Как только вы закончите, я вас приглашаю в Москву, поедем вместе. Ага. Спасибо. Олег, ты подумай. Спасибо. Benim oğlum komandiri tarafından öldürülüp. Gulam Quliyev çıksın media karşısında, dünya karşısında ısınma cevap versin ki. Բաքվում բողոքի ցույց է անցկացվել զինծառայողների սպանությունների դեպքերի կապակցությամբ։
Ցույցին մասնակցող ակտիվիստներ ու սպանված զինվորների ծնողները վանկարկել են թույլ մի տվեք, որ սպանեն մեր զինվորներին, բանակը դիահերձարան մի դարձրեք, բարձրագույն հրամանատար մեր զինվորները սպանվում են եւ պաշտպանության նախարարությունն է սպանում նրանց կարգախոսները։ Ցույցին մասնակցող ակտիվիստներից 22-ին ձերբակալել եւ տուգանել են 300-ից 600 մանատ, ինչը մոտ 150-ից 300,000 դրամ է։ Նշենք, որ հաճախ Ադրբեջանի բանակում անհայտ հանգամանքներում սպանված զինծառայողների մարմիններին ակնհայտ բռնության հետքեր են լինում։ Սակայն որպես կանոն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները պնդում են, թե զինվորը մահացել է սրտային անբավարարությունից կամ որևէ այլ հիվանդությունից։